Դուք դիտում եք Արմարուրի արտահերթ թողարկումը, բարև ձեզ։ Վաղ շաբաթ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավականու ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էր 47 տեղամաս։ Առավոտյան ժամը 8-ին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը եւ ընդունել առաջին ընտրողներին։ Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 117 տեխնիկական սարքավորում։ Ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել էր 31 տեղական զանգվածային դրատվության միջոց։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել էր 6 դիտորդական առաքելություն, որից 2-ը համատեղ։ Վաղարշաբաթ համայնքի ընտրողների թիվը ըստ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների 69866 էր։ Հաշված ժամեր անց պարզ կդառնա վաղարշաբաթցու կատարած ընտրությունը։ Նրանք ընտրել են հանուն արդարության, զարգացման ու հաղթանակի։ Հանուն վաղվա ապրելակերպին, վաղնամի, իսորնամի տարիա, հանուն ռուսերեն նա բուդուշ է։ Մեր ապագայի համար ակնկալիքներս մեծը։ Կշարունակի պետությունը զարգանալ ու զարգացող պետությունից մի օր կդառնա զարգացած, կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների դերը շատ մեծ է այս գործում։ Քաղաքը բարեկարգված ու զարգացած են ուզում տեսնել, դրա համար են եկել քվեարկության։ Հանուն մեր քաղաքի բարելավման համար, որպեսզի ինչ-որ կար առավել ավելի լավ բաներ անեն, քաղաքը լինի մաքուր, մարդիկ լավ ապրեն, աղբահանություն, դպրոց։ Քաղաքացիներն ընտրում են նրան, ով քաղաքին հարազատի պես կնայի ու հոգ կտանի։ Մեր քաղաքը, ով որ ընտրվում է, նայի այնպես, ինչպես իրեն տուն է, ուրիշ ոչինչ։ Ընտրական գործընթացը ավարտին է մոտենում։ Մարդիկ սկսում են ավելի ակտիվորեն հաճախել ընտրատեղամասեր։ Մենք հիմա գտնվում ենք 14-23 ընտրատեղամասում։ Իմ զրուցակիցն է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիկին Սաադյանը։ Տիկին Սաադյան, պետք է խնդրեմ մի փոքր ներկայացնեք, թե ինչ իրավիճակ է այս պահին տիրում։ 18:00-ի համեմատ ինչ տվյալներ ունենք։ Նախ ասեմ, որ ընտրատեղամասը ունի 2017 ընտրող, ժամը 18:00-ի դրությամբ արդեն ունենք 871 ընտրող։ Եվ օրվա ընթացքում ինչ-որ խախտումներ եղել են կամ ինչ միջադեպեր են իրականացել։ Որպես այդպիսին միջադեպեր ու խախտումներ չեն եղել, բավականին ակտիվ է եղել հոսքը դեպի ընտրատեղամաս, ակտիվ հոսք է եղել։ Իսկ մինչ մեր նկարահանող թիմը 14 կոտորակ 23 ընտրատեղամասում հետևում էր ընտրական պրոցեսի իրականացմանը, ընտրասենյակում քվեատուփից այն կողմ քաղաքացին չիմանալով ընտրական գործընթացի կատարման ճիշտ ձևի մասին, քվեատերտիկներն այլ տեղում էր թողել։ Տեղամասային հանձնաժողովի նախագահը պարզաբանում է. Քաղաքացին վերցրել է այդ թերթիկները, մտել է խցիկ, փոխանակ դնի ծրարի մեջ իր նախընտրածը եւ մոտեցնի քվեատուփին, դրել է այնտեղ, մնացածը վերցրած դուրս է եկել։ Իր քվեախցիկ երբ որ թողել է այնտեղ, հիմա մեկ այլ մարդ իր ընտրությունը կատարում է։ Պիտի մոտենա դուրս բերի, մարենք, նոր տանք ինքը ընտրության իրավունք, որ ունենամ կատարի ընտրությունը։ Ընտրախախտումները հիմնականում այն մասին են, որ քաղաքացիներն իրազեկ չեն ընտրական գործընթացի վերաբերյալ, հարևանին օգնել, բարեկամին ուղղորդել կամ բարձրաձայն քննարկում իրականացնել։ Դիտորդներն արձանագրում են։ Կարող եմ ասել, որ լուրջ ընտրախախտումներ չեն գրանցվել, հիմնական այն խախտումները, որոնք որ գրանցվել են տեղի ունեցել քաղաքացիների չիմացության պատճառով, շատ եղել են ուղղորդման դեպքեր, քաղաքացիները միմյանց ուղղորդել են, եղել են բաց քվեարկության դեպքեր եւ նմանատիպ կամ մի քանի այսպես փուլ շրջանցելով հասնել մեկ այլ հասեղանի նմանատիպ դեպքեր, որոնք որ ավելի շատ հենց ընտրության իրավունքը իրացնողների պատճառով են տեղի ունեցել, այսպես։
Վաղարշաբաթում ընտրական պրոցեսն ավարտվեց առանց լուրջ ընտրախախտումների և խոչընդոտների։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ 14 կոտորակ 13 ընտրատեղամասում ընտրությունների մեկնարկից մինչև ավարտն ընտրողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել։ 19:50-ի դրությամբ այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1907 ընտրողից ընտրությանը մասնակցել է 810 քաղաքացի։ 14-13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գագիկ Վարդանյանը փաստում է, որ ընտրություններն անցել են առանց միջադեպերի։ Ինչ որ բաներ եղել են կապված ընտրացուցակների հետ, ցանկություն ունեցել արձանագրել են Մատյանում ու վերջ։ Ինչ խնդիր է եղել։ Եղել է խնդիր մեկ հոգի մահացած անուն ազգանունը եղել ցուցակում, եղել է որ չի եղել անուն ազգանունը ցուցակում, նմանատիպ ընտրացուցակային հիմնականում այդ ինֆորմացիայի հետ կապված։ Կենտրոնում տեղամասային ոչ մի խնդիր չենք ունեցել։ Իսկ եղել է, որ տան հասցեում այլ բնակիչներ գրանցված։ Ես որպես այդպեսին ոչ տիրապետում եմ այդ ինֆորմացիային, ոչ բան, եթե եղել են վստահված անձիկ դիտորդներ կամ քաղաքացին շեշտել այդ հարցը, ինքը պիտի անձնագրայինում դա լուծի, եթե վստահված կամ դիտորդը որոշել է, որ այդ ինքը ուզում է գրառում անի մեր մարզանալության մատյաններում, թույլ ենք տվել ինքը գրառումը արել։ Սակայն համահայկական ճակատ կուսակցության վստահված անձի խոսքով այս ընտրական տեղամասում միջադեպերի պակաս չի եղել։ Առավոտվանից եմ այստեղ, արձանագրել եմ ընտրացուցակներում բազմաթիվ խախտումներ, դրանց մասին արձանագրություններ եմ կազմել, անգամ վաղարշաբաթի ոստիկանությունն է տեղյակ այդ արձանագրություններից։ Մարդիկ օրինակ եկել են, տեսել են, որ իրենց տան հասցեի վրա գրանցված է ընտրող, որին այդպես էլ չճանաչեցին, թե ժողովրդավարության որ բաստիոնից է այդ ընտրողը հայտնվել իրենց տան հասցեում։ Մեկը եկել է եւ տեսել է, որ հարևանի մահացած, հարևան շենքերից մեկի մահացածը իր տան հասցեում է գրանցված։ Մեկ այլ դեպքում ասենք, որ իր թոռնիկը ծնվել, մեծացել է Մոսկվայում, այնտեղ մանկապարտեզ է գնացել, դպրոց է գնացել, հաշվառված է այս հասցեում։ Մեկ այլ դեպք եմ արձանագրել, երբ որ երկու երիտասարդ տղաներ մի քանի անգամ, մեկից ավել անգամ ընտրողներ են բերել տեղամաս։ Կար մի կին, ով բերել էր մարդկանց ամուսիններ էր մտցրել էր այստեղ եւ նրանց ականջին ոչ այնքան ցածր ասում էր արգիշտի, մոտեցել եմ տվյալ տիկնոջը եւ ասել եմ, որ դուք ով եք, որ այստեղ եք այս մարդկանց հետ, ասել է վաղարշաբաթից մանկավարժ եմ։ Հաջորդ լուրջ խնդիրն ըստ վստահված անձի հոսանքի անջատումն է, ասում է գրեթե 10 րոպե, ընտրատեղամասում հոսանք չի եղել։ Այդ պահին բազմաթիվ ընտրողներ էին կուտակվել դրան մոտ, հեռախոսների լույսերով, քանի որ սարքերը կարողացան սպասարկել, հեռախոսների լույսերով մարդիկ մոտեցան եւ կատարեցին իրենց քվեարկությունը։ Մենք արձանագրեցինք, որ մթության մեջ գործողություն է իրականացվում, թե ինչ խախտում կարող էր տեղի ունենալ, ես չեմ կարող ասել, իմ Facebook-յան էջում ես ուղիղ կպել եմ այդ մթության տեսարանը, ես կարծում եմ, որ Ռոմանոս Պետրոսյանը պետք է շատ աչալուրջ լիներ, որ Էջմիածնում տեղի են ունենում այսօր ընտրություններ եւ լարված է Էջմիածնում, կանխեր այդ հոսանքազրկումը Էջմիածին քաղաքի մի մասում, ասում են նաեւ գյուղերում։ Վաղարշաբաթ համայնքում ավականու ընտրություններն ավարտվեցին, բոլոր ընտրատեղամասերում ժամը 20:00-ին դռները փակվեցին, շուտով կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։ Թիվ 14 կոտորակ 13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ ընտրական պարկում հավաքվում են հանձնաժողովի անդամների կնիքները, փաստաթղթերը, որպեսզի այդ գործընթացը ավարտելուց հետո մեկնարկի ընտրությունների արդյունքների ամփոփումը։ Հիշեցնեմ, այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ուներ 1907 քաղաքացի, սակայն ընտրությանը մասնակցել է 825 քաղաքացի։ Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը։ Շնորհակալ եմ բոլորի, ժողովուրդ ջան։ Բոլորիս աշխատանք մնացածին բարի եւ բարի ճանապարհ ողջույն։
Հաշվարկը սկսված է։ Համար 1 Համար 7 Համար 1 Վաղարշապատի ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31527 ընտրող։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմանլուր։ Ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել Վաղարշապատ համայնքում ՏԻՄ ընտրությունների շրջանակում ներքին գործերի նախարարության ծառայությունների աշխատանքի մասին։ Ըստ այդմ, նոյեմբերի 16-ին ժամը 20-ի դրությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ։ Այլ անձի փոխարեն քվեարկելու 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքերով կազմվել և քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում։ Մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները ստուգվում են։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին։ Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 61 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ Վաղարշապատ համայնքում ստացել է 56 անձ։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող զանգերի կենտրոնում ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 33 զանգ։ Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 17 քաղաքացու, իսկ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնում խորհրդատվություն է տրամադրվել 82 քաղաքացու։ Ժամը 20-ին Վաղարշապատում քվեարկությունն ավարտվել է, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31527 ընտրող։ Այսքանն այս ժամի համար, հետևեք առաջիկա թողարկումներին։